Ողջույն գյուղասերներ ջան, հուսամ լավ եք։ Այսօր մի հատ հավերի կերաման ենք սարքելու։ Երկար ժամանակ ուզում եմ սարքեմ, բայց չի հարմարվում։ Ու արդեն պահն այսօր հարմարեցրի։ Սենց շուրուպներով հավաքում ենք, որպեսզի ամուր լինի, հավերի կերը մեջ չտանք։ Սա հիմնականում թաց կերերի համար եմ սարքում, ժողովուրդ ջան, որպեսզի կերը գետնին չլցնենք։ Գետնին լցնում ենք, փչացնում եմ, դրա համար այս կերամանը սիրուն սարքել, հարմարացնենք։ Ժողովուրդ ջան, այսպես կպցրեցի շուրուպներով, ստացվեց այսպես հողից բարձր կերաման։ Հիմնականում գետնին էի տալիս կամ լցնում այստեղ իրանք թափում էին, դրա համար կերը որակով ու նորմալ տալու համար այսպես կերաման եմ սարքել։ Տեղափոխելուց իհարկե մի փոքր ծանր կլինի, երկու հատ կտրած ակա կպցրած իրար, բայց ամեն դեպքում ես էլ հարմար տարբերակ է, իհարկե ժամանակավոր կերաման է։ Հիմա բերեմ ձյուների մեջ մի փոքր էլ ձյունով մաքրեմ ու տեղափոխենք հավանոց։ Մի քիչ ցենց ձյուն եմ լցնելու, ավելով մաքրեմ փոշին։ Ոտքերով հելել են, կեղտոտել են։ Հիմա ջրերը սառած է, չեն կարա ջրով լվանան, բայց գոնե այս տարբերակով։ Մի փոքր փոշին հանենք ու տեղափոխենք արդեն թշնանոց։ Ձեռի տակ եղած իրերով էլ կարելի է ինչ-որ բան մտածել ու հավերի համար այսպես կերաման սարքել։ Տարանք տեղադրելու ենք այստեղ, ամենահարմար տեղն է ստեղ երևի։ Երկու կողմից կարան ուտեն, մի հատ էլ ընթացքում եթե հասցնեմ, այն կողմի համար կսարքեմ ու հավերը այսպես կերամաններում կերկուտեն։ Մակ կերակրենք սագերին, իրանց գրեթե միշտ բաց եմ թողնում, երբ ուժեղ բուք չի լինում։ Մենակ այս թռչուններն են, որ ցրտից չեն վախենում։ Ձյուն, ձմեռ իրանց կարելի է բաց թողնել հողամասում ու իրանք այսպես առանց ցրտահարվելու, առանց ցրտից վախենալու ման են գալիս ձյունների մեջ։
գրեթե բոլորի մոտ նկատել եմ զուգավորում ակտիվ, նրանցից մեկը կամ երկուսը ածում են, չգիտեմ երկուսի վրա եմ կասկածում, բայց դեռևս վստահ չեմ, ամեն օր ձու են վերցնում է, դրանից եմ ենթադրում, որ իրենք ամեն օր եթե ձու են ածում, ուրեմն արդեն 2 հատն են ածում։ Ցուրտ ձմեռը նաև վայրի թռչունների համար է ստրեսային ժամանակ, ժողովուրդ դրա համար չենք մոռանում նաև իրենց կերակրենք։ Կիրակի օրերը մեզ մոտ մաքրության օր է, ժողովուրդ ջան, ինչպես միշտ թռչնանոցը մի լավ մաքրում ենք։ Մեկ շաբաթվա ընթացքում տեսեք ինչքան աղբակ կուտակվել, ինչքան է կեղտոտել։ Իրանք քանակով շատ են, տեղն էլ նեղված կա, դրա համար այսպես ամեն կիրակի լավ մաքրում եմ, թարմը ծղոտ եմ լցնում, որպեսզի եւ մաքուր լինի եւ իրանց համար էլ հարմար լինի։ Իսկ մեզ համար բնականաբար գեղեցիկ ու մաքուր։ Հետո բացի դրանից, բացի այն, որ դա նպաստում է նրանց առողջ աճին, միաժամանակ նաև ձվերը չեն կեղտոտում։ Փոքր տեղը իրանք լավ ուտում են ու հետևանքը կեղտոտ հավաբումն է մեկ շաբաթվա ընթացքում։ Մաքրեցինք հավաբունը, ժողովուրդ ջան, նոր ծղոտ լցանք, հիմա ինչ եմ ուզում անեմ այստեղ, այս բներում, որտեղ հավերը ածում են, միշտ ծղոտ եմ լցնում ու իրանք այդ ծղոտը քուջուջ են անում ու թափում են, հիմա ինչ ենք անելու, պետքա այստեղ շոր գցենք, եթե հիշում եք, նախկինում շորն եղել է, ուղղակի տեղափոխելուց հետո շորը հանել եմ, ու հիմա էլի նույն խնդիրն է, այդ ընթացքում ցերեկը իրանք երբ գալիս են քուջուջ են անում, իսկ հավերը այստեղ ածում են, դրա համար իրենք նաև երբեմն ձվերն են վնասում քուջուջ անելուց, իսկ երբ շորը գցում ենք, արդեն իրենք չեն կարողանում մութ է լինում, չեն գալիս այդտեղ քուջուջ անելու ու ձվերը համ մաքուր է լինում, համ էլ ապահով։ Այստեղ հավ կա, որը մենք խանգարեցինք, բայց ոչինչ, արագ գործը անենք ու անցնենք առաջ։ Շորն արդեն
կտրել հարմարեցրել եմ, մի հատ այսպես չափեմ հասկանալու համար։ Շատ լավ է։ Սա մի քանի ռուս բլոգերների մոտ եմ տեսել, ժողովուրդ ջան, ու ես էլ փորձել եմ, լավ էլ արդարացնում է։ Այնպես որ դուք էլ կարող եք փորձել ձվերը, որպեսզի հավերը չվնասեն ու այսպես եւ հարմար է եւ սիրուն է։ Պաշտպանում ենք ձվերը եւ նաեւ որպեսզի հավերը այստեղ չթառեն։ Ահա ժողովուրդ ջան, այսպիսի բուն ստացանք, այս արանքով իրանք մտնելու են, հավերը սիրում են մութ տեղը ածեն ու դուրս գան, համ ձվերն են պաշտպանված լինելու, համ էլ այստեղ չեն գիշերի ու չեն ծրտի ու չեն աղտոտի, նաև ծղոտը չեն թափի ցերեկը։ Սա էլ մեր այսօրվա ձվերի համար նախատեսված բունը։ Ձվերը հավաքենք ժողովուրդ ջան, նոր կերակրենք թռչուններին։ Արդեն հասցրել են ծածկած բներում զուացել, նկատել եմ, որ նստել են։ Ստե ընդամենը 2 հատ։ 4 6 դուստեղը կելի չկա, չէ, մեկ էլ այս կողմի վրա են ածում։ Ստեղ նստած է, իրիկուն ժամը 7-ն է, ինքը դեռ ածում է 8, ես էլ կացի 9 ձու, շատ չի, դրա համար
Սա վիտամիններ են ստանում, որպեսզի լավ ածեն, որովհետև 40-ից ավել հավա, բայց 8 ձու, դա իմ կարծիքով շատ քիչ է։ Խանգարեցինք ոնց որ դրա համար չէ, ածեց։ Լավ չի խանգարելը, բայց ամեն դեպքում նորից հավանած չենք մտնի, այսինքն փոքր ձու, 9 ձու։ Գնանք սագերի բներն էլ ստուգենք ու կերակրենք թռչուններին։ Այսօր նկատել էի, որ նորից եկել հին տեղը նստել է։ Սա մեր 9-րդ ձուն է, կասկածներս աստիճանաբար փարատվում է, որովհետև 4 օր իրար հետևից ձու են վերցնում, այստեղ դեռ չեն ածում, պետք է այնտեղ մի բանով ծածկեմ, այստեղ էլ մի հատ թեք բան տնեմ, որպեսզի ծածկոց դառնա, իրանք էլի հավերի նման սիրում եմ մութ տեղը ածելը։ Ինչևէ, այս էլ սագերը, որոնք ձմռան կեսին սկսել են ածելը։ Սրանք կերը ունեն, լիքը լցնում եմ, որպեսզի կերի պակաս չունենան։ Ածելու ընթացքում պետք է կերը առատ լինի, որպեսզի լավ սնվեն։ Ժողովուրդ ջան, ինչ եմ տալու այսօր իրանց ծլեցրած ցորեն։ Սա անընդհատ իրար հետևից ծլացնում եմ, ու երբ արդեն սենց պատրաստ է լինում, իրանց կերակրում եմ ձմռանը վիտամիններ են, տեսեք։ Այստեղ էլ լցնենք։ Ինչ իրանք իրանց վիտամիններն են ստանում, ես մի հատ տաք ջուր եմ տալիս, ձմռանը շատ կարևոր է իրանց տաք ջուր տալը, թեև կացարանը ճիշտ է տաք է, բայց պետք է ջուրը տաք լինի, որպեսզի ավելորդ էներգիա չծախսեն ջերմաստիճանը, իրենց մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու համար։ Ծղոտը լցրեցին այնտեղ։ Վիտամիններն ուտեն, նոր արդեն մի հատ լավ կերակրեմ ու լույսը թողելու եմ մինչև ժամը 10-ից հետո անջատելու եմ, նոր առավոտ նորից միացնեմ։